Պարտադիր զինվորական ծառայության տարկետման նոր կարգավորումը հայտնվել է Կրթության և աշխատաշուկայի խաչմերուկում։ Կառավարությունը սահմանում է մեխանիզմ, ըստ որի Academic Ranking of World Universities-ի վարկանիշավորման համակարգում տեղ գտած աշխարհի առաջատար թոփ 50 բուհերում սովորող քաղաքացիները կարող են ստանալ տարկետում, պայմանով, որ ուսում ավարտելուց հետո քաղաքացիները առնվազն 3 տարի կաշխատեն Հայաստանում։ Այդ ժամկետից հետո նրանք կարող են նաև ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Պաշտոնական հիմնավորումների համաձայն նոր համակարգը նպատակ ունի խթանել քաղաքացիների վերադարձը Հայաստան։ 570 շուրջ անձի մասին ենք խոսում եւ պոտենցիալ նաեւ այս անձանց այս որոշումները կարող են վերաբերել։ Այս պահին արդեն 50-ից ավել մեր քաղաքացիներ ավարտել են իրենց ուսումնառությունը, վերադարձի ցուցանիշները ամենևին լավը չեն, պետք է ասել, որ հիմնականում չեն վերադառնում։ Նախատեսվում է, որ տարկետում կտրամադրվի այն քաղաքացիներին, որոնք Հայաստանում կաշխատեն հանրային կառավարման, կրթության և գիտության, ռազմաարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, առողջապահության և ֆինանսական ոլորտներում։ Սակայն մասնագետները նշում են, որ միայն պարտադիր աշխատանքի պահանջը բավարար չէ։ Ըստ նրանց անհրաժեշտ է ստեղծել նաև այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան երիտասարդներին ինքնուրույն նախաձեռնություններ սկսել և լիարժեք իրացնել իրենց ներուժը, քանի որ փոքր ու նորաստեղծ ընկերությունները կարող են ցուցակից դուրս մնալ։ Օրինակ արտասահմանյան երկրներում հենց այդ համալսարաններն են խրախուսում, որպեսզի համալսարանների առընթեր ստարտափ ստեղծվի, նույնիսկ համալսարանը սկզբնական շրջանում մեծ օժանդակություն է ցույց տալիս, որպեսզի այդ ստարտափը ոտքի կանգնի։ Հարվարդում սովորելուց հետո երիտասարդը Հայաստանում կգտնի այդ ստանդարտներին բավարարող որևէ ընկերություն, որտեղ աշխատի։ Նրա համար ավելի հեշտ կլինի այն ստանդարտները բերել Հայաստան եւ ինքը ինչ-որ մի բան ստեղծի։ Միևնույն ժամանակ փորձագետները մտահոգություն են հայտնում, որ տեղական աշխատաշուկան դժվար թե կարողանա մրցունակ վարձատրություն ապահովել սկսնակ մասնագետների համար։ Արտերկրում նույն աշխատանքի դիմաց առաջարկվող բարձր աշխատավարձերը կարող են խոչընդոտել երկարաժամկետ վերադարձին։ Փորձագետները չեն բացառում նաև, որ 3 տարվա պարտադիր աշխատանքից հետո քաղաքացիները կրկին լքեն երկիրը կարիերայի ավելի լայն հնարավորությունների որոնմամբ։ Ըստ էության, եթե նրա աշխատավարձը բարձրանա 3 տարվա ընթացքում եւ նա էլի կանգնի իր ընտանիքը պահելու խնդրի առաջ, բարձր որ նրան ավելի հեշտ կլինի այդ նույն աշխատանքը արտասահմանում անել։ Այդ նախագիծը անելուց առաջ պետք է ինձ թվում է Հայաստանում այդ ուսումնասիրություն կազմակերպել եւ մոտավորապես թվերի լեզվով հասկանային, թե ինչպիսի արդյունք կունենա։ Նոր կարգավորումը կարող է կարևոր քայլ լինել մասնագիտական ներուժի վերադարձի ուղղությամբ, նկատում են մասնագետները, սակայն դրա արդյունավետությունը մեծապես կախված է նաև այն բանից, թե որքան գրավիչ պայմաններ կստեղծվեն Հայաստանում երիտասարդ մասնագետների համար։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։